Բարձր ծափահարենք Հիսուսին։ Բարեկամներս, մենք ապրում ենք հրաշքներով լի կյանքում։ Ես շուրջ 69 տարի քայլում եմ Հիսուսի հետ եւ երբեք չի պատահել, որ այսքան շատ մարդիկ բժշկվեն, օրհնվեն, ազատագրվեն, ինչպես այս վերջին տարիներին։ Արգենտինայի ճամբարները շատ հիանալի անցան։ Ամեն օր շատ մարդիկ էին այցելում ամենատարբեր վայրերից։ Անգամ 1000 եւ ավելի մղոններ կտրում ավտոբուսով, որպեսզի գան եկեղեցի եւ իրենց բաժին օրհնությունը վերցնեն։ Հավատում եմ, որ Հիսուսը դեռ շարունակելու է այդ շարժը։ Մեզանից պետք է միշտ դուրս գա երկնքի արքայության ավետարանի բույրը։ Հիսուսը եկավ, որ մեզ ցույց տա այդ ավետարանը։ Նա արեց ամեն բան այնպես, ինչպես հարկն էր, եւ մեզ ասաց. նա, ով ինձ հավատա, կանի այն գործերը, ինչ ես արեցի, բայց այն ժամանակ թվում է որոշ մարդիկ կարծում են, թե Հիսուսը այդքան լավ չի պատկերացնում շատ բաներ, եւ նրանք ավելի լավ գիտեն, թե ինչը եւ ինչպես անեն, որ եկեղեցին աճի, բայց Հիսուսը նրանց ասաց. «Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ շուռ է գալիս ծովն ու ցամաքը, որ մեկը նորահավատ անեք, եւ երբ որ լինում է նրան ձեզանից երկու տակ, ավելի գեհենի որդի եք շինում»։ Ես այսօր չեմ եկել փիլիսոփայելու։ Եթե ինձ հետաքրքիր լիներ փիլիսոփայությունը, ես կգնայի ուսումնասիրեի եւ դրա մասին կխոսեի։ Բայց այսօր այստեղ մենք պետք է խոսենք միայն ավետարանից եւ սատանային հետ ուղարկենք իր տեղը, ինչ Հիսուսն արեց։ Նույնը մենք պետք է անենք։ Նա մեզ պատասխանատվություն է տվել դատաստանի օրվա համար, ինչպես գրված է Հովհաննես 13:15-ում, որովհետև ես ձեզ օրինակ տվի, որ ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ անեք։ Սա մի բան է, որ մենք չպետք է անտեսենք։ Աշխարհում մարդիկ լինեն հարուստ, թե աղքատ, կրթված, թե անկիրթ, բոլորի կյանքում գալիս են սատանայի կողմից հարձակումներ, որ կործանեն, գողանան, ստեն, մոլորեցնեն։ Սա չարի գործն է մարդկանց կյանքում։ Մատթեոս 10:1 եւ իր 12 աշակերտներին իր մոտ կանչեց եւ նրանց իշխանություն տվավ պիղծ հոգիների վրա, որ նրանց հանեն եւ ամեն ցավ եւ ամեն հիվանդություն բժշկեն։ Ես շարունակ մտածում եմ այն մասին, թե ինչպես են մարդիկ այս օրերին ասում, որ դևեր գոյություն չունեն։ Եթե այդպես լինի, ուրեմն ես ամբողջ կյանքում խաբված եմ եղել։ Մարդկանց միջից դևերի քշել եմ, գիտեք։ Երբ տեսնում ենք, որ մարդը հասել է խելագարության աստիճանի եւ թվում է այլևս երբեք առողջ բանականություն չի գա, մենք քշում ենք նրա միջից դևերին եւ մարդը խաղաղվում է։ Նա լիովին ազատագրվում է, ինչպես գրված է Մարկոս 5-ում, որ մի տղամարդ գադարացիների երկրում մերկ քայլում էր գերեզմանատների միջով, իրեն վնասելով քարերով եւ կտրվածքներ անելով։ Սա իհարկե լուրջ բան է։ Այս դիվահարը իսկապես շատ ծանր վիճակում էր։ Հիսուսը գնաց եւ ազատագրեց նրան։ Այլ կերպ ասած, Հիսուսը մի անտրամաբանական բան արեց, եթե մտածենք, որ դևեր գոյություն չունեն։ Մարդիկ այդպես էլ չեն ուզում ընդունել, որ դևերի ազդեցության պատճառով է իրենց ամուսնությունը քանդվում, նրանց պատճառով են անհասկանալի հիվանդությամբ տառապում։ Սատանան խաբում է մարդուն ասելով. «Ես գոյություն չունեմ, դա ես չեմ անում», ու ազատորեն շարունակում է իր չար գործը։ Նա նման է իսկական գողի, որ գալիս է քո ունեցվածքը թալանելու, իսկ երբ դու բռնում ես նրան, ասում է, որ դա ինքը չէ։ Մատթեոս 10:1 Եվ իր 12 աշակերտներին իր մոտ կանչեց եւ նրանց իշխանություն տվավ պիղծ ոգիների վրա, որ նրանց հանեն եւ ամեն ցավ եւ ամեն հիվանդություն բժշկեն։ Հիսուսը գիտեր ինչ է անում։ Ով ուզում է հաջողակ ծառայող լինել, պետք է Աստծուց առաջնորդություն Սուրբ Գրքի միջոցով։ Նաև պետք է մասնակցեք ժողովների, որտեղ Աստված օգտագործում է հովիվներին մարդկանց ազատագրելու համար։ Երբ եկեղեցում նորեր քիչ են մասնակցում, դևերի ազատագրությունը քիչ է լինում, քանի որ մարդկանց մեծամասնությունը արդեն իսկ ազատագրված է, իսկ երբ նոր մարդկանց մեծ հոսք է լինում, շատերը գալիս են կապանքներով բռնված, եւ մենք պետք է ազատագրենք նրանց։
Քշենք դևերին իրենց կյանքից։ Շատերի համար սա շատ տարօրինակ կարող է թվալ, բայց եթե մեկը գալիս է եկեղեցի դևով բռնված, կամ ծանր հիվանդությամբ, կամ ֆինանսական մեծ խնդիրներով, կամ ալկոհոլից, թմրանյութերից ունեցած կախվածությամբ, իսկ դուք աղոթում եք նրա համար եւ նա ազատագրվում է, ու մյուս շաբաթ նրան տեսնում եք եկեղեցում նստած, իրոք շատ գեղեցիկ ու հաճելի զգացողություն է։ Այսօր էլ այստեղ կա այդպիսի մարդ։ Երբեմն ես մոռանում եմ ու խոսքիս մեջ նշում եմ տվյալ մարդու անունը, բայց ոչ, այս անգամ հաստատ չեմ անելու դա։ Եկեք ասենք, որ նա այսօր Մարիոն է, նրա եղբայրը դիմացում էր նստած, ճիշտ այն երիտասարդի տեղում, որ փողկապ է կրում։ Նրա մոտ նստած են մի ծերքին եւ մի երիտասարդ աղջիկ։ Այս աղջիկը ծեր կնոջն ասում է. «Դուք ծեր եւ տգեղ կին եք», իսկ կինը պատասխանում է. «Ճիշտ ես աղջիկս, ես հիմա ծեր եմ, բայց երբ քո տարիքին էի, ես այնպիսի տիտղոս էի կրում, որին դու երբեք հասնել չես կարող»։ Ինչ տիտղոս։ Ես եղել եմ Միս Սան Պաուլո, եթե չգիտես։ Երիտասարդ աղջիկ իսկույն ամաչում է։ Այսօր տարիքս իրենն ասում է. «Ես ինչ կարող եմ անել»։ Լինում են մարդիկ, որ կյանքի մի հատվածում լինում են վերևում, իսկ հետո իջնում են կամ հակառակը, բայց այս տղային նայելով տեսնում էիր, որ նա միշտ աղքատ կյանքով է ապրել։ Իր եղբոր հետ նրանք գիշերը ժամը 4-ին էին արթնանում, որ սուրճ պատրաստեն եւ տանեն վաճառեն գրասենյակներին, որ իրենց հացի գումարը վաստակեն։ Բայց երբ այս տղան եկավ եկեղեցի, նա լիովին ազատագրվեց ու հիմա ծառայում է որպես հովիվ, եւ նրա եղբայրը նույնպես, նրա տեսքը ամբողջությամբ փոխվել է։ Այն ժամանակ նա շատ խեղճ տեսք ուներ, իսկ եղբայրը այնքան չէ։ Նա մի փոքր ավելի աշխուժ էր։ Նրանց ընտանիքը փոխվեց։ Եկեք շարունակենք կարդալ խոսքը։ 10:5 Այս 12-ին ուղարկեց Հիսուսը, նրանց պատվեր տվավ եւ ասեց. «Հեթանոսների ճանապարհ չգնաք, սամարացիների քաղաք չմտնեք։ Ինչ անում են աշխարհի մարդիկ, դուք մի կրկնեք»։ Երբ մարդիկ իրենց ճառերի ընթացքը դարձնում են շոու, դարձնում են բեմադրված ներկայացում, դուք որպես քարոզիչ օրինակ մի վերցրեք։ Քարոզիչը ամեն բան պետք է սովորի Աստծուց, Քրիստոսից։ Երբ ես փոքր էի, մի քարոզիչ կար, որի անունը հիմա չեմ նշի, բայց նա միշտ բեմ էր բարձրանում իր թաշկինակով եւ ողջ ընթացքում մարդկանց ուշադրությունը կարծես շեղում էր այդ թաշկինակի վրա, որով նա կամ իր բերանն էր սրբում խոսելիս, կամ պատահաբար ձեռքից գցում էր։ Տեսեք, հիմա ես էլ կարող եմ մաքրել բերանս, գուցե այն մաքուր չէ հիմա, չգիտեմ։ Հարցը թաշկինակ օգտագործելու մեջ չէ, այլ նրա, որ քարոզչի թույլ տված ցանկացած ավելորդ կամ կեղծ բան մարդկանց կարող է շեղել խոսքից, նրանց ուշադրությունը կենտրոնացնելով պակաս կարևոր բաների վրա։ Մեր քարոզների ընթացքը պետք է Սուրբ Հոգին առաջնորդի, իսկ նա տալիս է խոսքը, որը գալիս հպվում է մարդուն։ Սուրբ Թովմաս Աքիլասն ասում է. «Քարոզչի մեծագույն հաջողությունն այն չէ, երբ իր հետևից մարդիկ խոսեն, թե ինչ լավ քարոզներ է նա տալիս։ Դա իհարկե լավ է, բայց ավելի մեծ բան է, երբ մարդիկ այդ քարոզից մի շինություն ստանան, մի ելք գտնեն իրենց դժվարության մեջ»։ 5. Այս 12-ին ուղարկեց Հիսուսը, նրանց պատվեր տվավ եւ ասեց. «Հեթանոսների ճանապարհ չգնաք եւ սամարացիների քաղաք չմտնեք»։ Սամարացիները հրեաներ էին, որոնք ամուսնություններով խառնվել ձուլվել էին այլ ազգերին։ Երբ Սիրիայի սահմանասար թագավորը Իսրայելի ժողովրդին գերեվարեց Նինվե, դուք գիտեք, որ Իսրայելի մեջ մտնում էին 10 ցեղերը, դա հյուսիսային թագավորություններ, եւ այն մարդիկ, որ անհոգ էին իրենց կարգավիճակի համար, ովքեր մասնագիտություն չունեին, ոչինչ անել չէին ուզում, առանձնացվել էին եւ ստրկվածվեցին։ Թագավորի հրամանով իսրայելցիների մեկ մասին տարան, բնակեցրին մայրաքաղաք Նինվեում եւ երկրի լավ հատվածներում, իսկ մյուս մասին այլ վայրերում, որպեսզի ստրկաբար աշխատեն։ Այնտեղ նրանք որպես առանձին համայնք
ամուսնական կապեր հաստատեցին այլազգիների հետ կազմելով նոր աղանդ, որը սամարացիներն էին, եւ Հիսուսն իր աշակերտներին զգուշացնելով, թե մի մտեք սամարացիների քաղաքի միջով, ցույց էր տալիս, որ նրանք չպետք է նմանվեին սամարացիների վարքին։ Մենք նույնպես պետք է հեռու մնանք աշխարհայինից, գնանք աշխարհ միայն այնտեղ փոփոխություն բերելու համար, քանի որ այն զորությունը, որ Հիսուսը տվեց իր աշակերտներին, գնալու եւ դևերին քշելու եւ հիվանդներին բժշկելու, այսօր տվել է նաեւ մեզ։ Եկեք կարդանք Հովհաննես Ավետարանից, այնտեղ հստակ նշված է այս մասին։ Տերը այսօր մեզ էլ պակասորություն չի տվել։ Մենք պետք է ուշադիր կարդանք խոսքը եւ սովորենք մեզ տված իշխանության եւ զորության մասին։ Հովհաննես 17:22 Եվ ես այն փառքը, որ ինձ տվիր, նրանց տվի, որ մեկ լինեն, ինչպես մենք էլ մեկ ենք։ Հիսուսի խոսքերի դեմ ոչինչ լինել չի կարող։ Գուցե լինեն մարդիկ, որ իրենց տրված զորությունն ու իշխանությունը կպահեն իրենց մեջ, բայց ես այդպես չեմ անի։ Ես պետք է խոսեմ այս մասին, թեև լինեն մարդիկ, որ քննադատեն ինձ, բայց չէ որ խոսքի մեջ գրված է նաև, որ աշխարհում նեղություն կունենաք։ Եկեք բոլորս համախմբվենք եւ Աստծո գործի մեջ մտնենք։ Մարդկանց սխալները բարձրաձայնելը դեռ հերիք չէ։ Եկեք մարդկանց ցույց տանք նաեւ, թե որտեղ է այն զորությունը, որ կարող է նրանց օգնել, քանի որ քաղցկեղով հիվանդ մարդը կարիք ունի ոչ միայն իմանալու, որ ինքը քաղցկեղ ունի, այլ նաև թե ինչպես կարող է բուժվել։ Աստված կարող է հայտնվել մարդուն եւ բժշկել նրան։ Երեկ ես Օտոին ու իր կնոջը ցույց էի տալիս մի ամերիկացի զույգի ծառայություն, որոնք որպես միսիոներ գնացել էին Ջունդիա եւ այնտեղ մի կին քաղցկեղից բժշկվել էր։ Ես շատ կուզեի, որ շատերը դիտեին այդ տեսանյութը։ Եկեք միասին դիտենք այդ վկայությունը։ Մեկ ամիս առաջ մենք խնդրեցինք, որ դուք աղոթք անեք մայրիկիս համար, ում մոտ ախտորոշել էին բերանին քաղցկեղ եւ բժիշկն ասել էր, որ պետք է կտրեն նրա լեզվի 75%-ը, որից հետո պետք է զոնդ տեղադրեն, քանի որ նա ուտել այլևս չի կարողանա։ Խնդրեմ նայեք։ Եվ մենք սկսեցինք աղոթել, մայրս շրջվեց ինձ եւ ասաց. «Աղջիկս, ես չեմ պատրաստվում գնալ այդ վիրահատությանը, քանի որ Տերը բժշկելու է ինձ»։ Իսկ բժիշկը մյուս կողմից անընդհատ շտապեցնում էր հանձնել անալիզները, կատարել վիրահատություն, ժամանակ չկորցնել։ Ես մայրիկիս ասացի. «Մամ, դու արդեն իսկ բժշկված ես։ Արի մտնենք Աստծո ծրագրի մեջ»։ Եվ մենք բոլորս գնացինք Բրազիլիա եկեղեցին։ Այնտեղ ապաշխարեցին։ Մենք բոլորս սկսեցինք մասնակցել եկեղեցի, մտանք աղոթքի կյանքի մեջ, Տիրոջ ծրագրի մեջ։ Դրանից հետո մայրս ամեն օր ուղարկում էր լուսանկարներ, որտեղ իր լեզուն գնալով ավելի առողջ տեսք էր ունենում։ Եվ մի օր էլ, երբ նա հանձնել էր իր հերթական անալիզները եւ գնում էր բժշկի մոտ պատասխանները ստանալու համար, բժիշկն ապշած էր տեսնելով արդյունքները։ Իսկ մայրս ասաց, որ դա Աստծո հրաշքն է, քանի որ հիմա նա արդեն կարողանում է խոսել։ Փառք Աստծուն։ Բժիշկը նույնպես սկսեց հավատալ Աստծուն այդ դեպքից հետո, քանի որ ասում էր, թե նման բան ողջ կյանքի ընթացքում չի տեսել։ Մայրս բժշկվեց 30 օրվա ընթացքում։ Այդ ընթացքում նա շարունակ անալիզներ էր հանձնում, բայց վերջին օրերին պատասխաններն ապշեցուցիչ էին։ Նշույլ անգամ չէր մնացել իր հիվանդությունից։ Փառք Աստծուն։ Երեկ նա ինձ զանգահարեց, այնքան ուրախ էր, վերջին շրջանում նա ոչինչ ուտել չէր կարողանում, միայն հեղուկներ էր խմում, բայց ինձ ասաց, որ արդեն կարողանում է սնունդ ուտել եւ լացում էր ուրախությունից, քանի որ կարողանում էր առաջվա պես զգալ մթերքների համը։ Ասեմ ավելին, երեկ տատիկիս տանն այդ առիթով խնջույք էր կազմակերպվել եւ մայրս կարողացել էր անկողնուց վեր կենալ, անգամ ինքն էր մեքենան վարել, որ գնա եւ մասնակցի։ Բոլոր հարազատներն այնտեղ էին, մայրս իրեն հրաշալի էր զգում։ Աստված հավատարիմ է, փառք Աստծուն։ Բարեկամներ, Տերը շատ սքանչելի է։
Նրա կատարած գործերի դեմ ոչինչ կանգնել չի կարող։ Աստված այսպես է գործում։ Հետո կա եւս մեկ բան, որ Աստված անում է։ Այսօր հատուկ աղոթք եմ անելու Հիսուսի անունով ձեզ համար եւ հեռուստատեսությամբ հետևողների համար, բայց նախ եկեք իրական կյանքի պատմությունը դիտենք։ «2020 թվականին Ֆրանցիսկան հիվանդանում է եւ իր մարմնով չի կարողանում աջ կողմի վրա հենվել։ Գնացի հիվանդանոց, բժիշկն ինձ ստուգումների չուղարկեց, ընդամենը մի քանի դեղ նշանակեց։ Լացելով ինձ ասաց. «Օլավո, ինձ թվում է ես կմեռնեմ եւ դու մենակ կմնաս»։ Դրանից հետո ես զգացի, որ կորցնում եմ ձայնս, որից սկսեցի շատ անհանգստանալ։ 15 օր մնացի տանը, վիճակս ավելի էր վատանում, ամուսինս ինձ այլ հիվանդանոց տարավ։ MRT հետազոտություն կատարեցին եւ հայտնաբերեցին, որ նրա գլխի երակը խնդիր ունի։ Նրանք կանչեցին ինձ, ես ներս մտա, ինձ ասացին, որ ես կաթված եմ տարել եւ զարմանալիորեն ողջ եմ մնացել։ Նրա խնդիրը հայտնի է որպես ինսուլտ, սուր վիճակ է, որը առաջանում է հանկարծակի, որի դեպքում արյան հոսքը դեպի ուղեղի որոշ հատվածներ ընդհատվում է, որը կարող է հանգեցնել նաև մահվան։ Ինսուլտի հետևանքները կարող են շատ տարբեր լինել, կախված ինսուլտի տարածումից եւ այն հատվածից, որտեղ այն հարվածել է։ Դա ազդում է մարդու մարմնի շարժողունակությանը, մինչև անգամ մարմնի կեսի անշարժացմանը։ Երբ հասա բուժքրոջ սենյակ ստանալու դեղորյակ, նրանք ինձ անվասայլակով դուրս բերեցին այնտեղից։ Ես մտածում էի, որ արդեն մահանում եմ, աչքերից դիմաց մթնեց, իսկ երբ ուշքի եկա, արդեն բժիշկներով շրջապատված էի։ Բժիշկը նայեց նրան եւ ասաց. «Տիկին Ֆրանցիսկա, ձեզ համար մի լուր ունեմ։ Այս անվասայլակը ձեր ողջ կյանքի համար է»։ Նրանք չկարողացան ինձ հոսպիտալացնել, քանի որ հիվանդանոցում ազատ սենյակ չկար։ Փոխարենն ինձ տուն ուղարկեցին եւ ասացին, որ պետք է նյարդաբան կամ անոթային մասնագետ հրավիրեն, ով ինձ կբուժի տանը։ Իմ հարսը ամբողջ օրը խնամում էր ինձ։ Մենք հեռախոսազանգ ստացանք եւ իմացանք, որ նա կաթված է տարել։ Ես իսկույն որոշեցի գնալ այցելել նրան։ Նրա հետ խոսելով հասկացա, որ նա հույսը դեռ չի կորցրել, դեռ ուժ ունի պայքարելու։ Այդ պահին ես խոր Աստծո ներկայություն զգացի։ Կարծես Հիսուսն իմ կողքին էր։ Ես օրական 15 հաբ էի ընդունում, բայց երբ Ռոզանգելա քույրը եկավ ինձ տեսնելու, ես մի փոքր ավելի լավ էի զգում։ Մենք ամեն օր աղոթում էինք նրա համար եւ արդեն կարողանում էր քիչ թե շատ շարժվել։ Երբ ես եկա այս եկեղեցի, մարդիկ դոկտոր Սուարեսի գրած հաղթության մասին երգ էին երգում։ Իմ ուղեղը ինձ ասաց. «Բայց դու չես հաղթի քո հիվանդությանը»։ Ես ասացի. «Ոչ, կհաղթեմ»։ Եվ սկսեցի շուռումուռ գալ, աթոռներն այսպես շարժել։ Ես նորից կարողացա խոսել։ Փորձեցի մի քանի շարժումներ անել, բայց դա անհետևանք չմնաց։ Մինչև 2023 թվականի հունիսը գլխավոր եկեղեցին մեզ հրավիրում էր իր ծառայություններին եւ նա կամավոր կերպով մասնակցում էր։ Ես իհարկե միշտ նրա ձեռքը բռնած էի քայլում, քանի որ շարժվելիս դժվարություններ դեռ կային։ Ես ասացի. պետք է գնամ եւ վերցնեմ իմ բաժինորդությունը։ Եկա եկեղեցի, այն լեփ-լեցուն էր։ Դոկտոր Սուարեսը պատգամ տվեց, որից հետո աղոթեց. Հիսուսի անունով հիմա ամեն հիվանդություն, մարմնի ամեն տկարություն, հրամայում եմ դուրս արի, հեռացիր Հիսուսի անունով։ Աղոթքի վերջում այսպիսի բան ասաց. Հիմա դուք մի վարժություն պետք է անեք, բարձրացրեք ձեր աջ եւ ձախ ծնկերը, փորձեք, գիտեմ թե ինչ եմ ասում, ձեր ծունկը ինչ խնդիր ունի։ Տարիներ առաջ կաթված եմ ստացել, որն իր հետևանքները թողեց։ Ճիշտ է, ցավ չեմ զգում ծնկիս հատվածում, բայց այն կարծես քարանում է եւ ես չեմ կարողանում ոտքս բարձրացնել։ Այսպես էի բարձրացնում ծունկս, ինչ որ մեկից բռնվելով, բայց չէի կարողանում այսպես անել։ Հիմա փորձեք քայլել միջանցքով, քայլեք, այդպես, ինչ հիանալի է։
Բարեկամներ, սա Աստծո ձեռքի գործն է։ Այդպես քայլիր զինվորի պես։ Ես հիմա շատ երջանիկ եւ օրհնված եմ։ Կարողանում եմ նորմալ քայլել։ Ուր որ ուզում եմ գնում եմ եւ աշխատում եմ։ Պատկերացնում եք, եթե այդ օրը մենք չգնայինք եկեղեցի, գուցե այս հրաշքը այսօր մեզ հետ չէր պատահի։ Սա այն ձեռնափայտն է, որ գնել էի կնոջս համար, բայց Հիսուսը բժշկեց նրան։ Սա մեր տանը կմնա որպես հուշանվեր։ Այսօր ես կարող եմ մեծ ուրախությամբ բռնել իմ հաղթության ուղին։ Մենք երգում ենք փառք։ Մենք բոլորս մեր կյանքը կփոխենք հաղթական ուղղությամբ։ Հիսուսի մոտ ուրախություն կա, բարեկամներ։ Ուզում եմ կիսվել ձեզ հետ ասելով, որ մենք մեր ծառայությունները թարգմանում ենք 15 լեզուներով եւ այն, ինչ հիմա կատարվում է հարյուրավոր եկեղեցիներ, դիտելու են 15 լեզուներով։ Թարգմանությունները կատարվում են անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, արաբերեն, գերմաներեն, իտալերեն, հնդկերեն, հունգարերեն, ռուսերեն, ճապոներեն, ինդոնեզերեն, նորվեգերեն, ռումիներեն, կամբադյան լեզուներով, որի համար փառք Աստծուն։ Աստված մարդկանց օրհնում է Հիսուսի անունով եւ բնականաբար թարգմանությունները ավելացնելուն պես աճում է նաեւ այն գումարը, որը վճարում ենք թարգմանիչներին եւ հատուկ վայրերում մենք ունենք քարտուղարներ, ովքեր պատասխանում են հեռախոսազանգերի, բայց նաեւ կան վայրեր, որտեղ արգելվում է տարածել խոսքը եւ եկեղեցիներ հիմնել։ Այնտեղ մենք հատուկ աշխատանք ենք տանում, թեև այդտեղ մարդիկ չեն սիրում Հիսուսին, բայց Աստված իր մեծ գործն անում է։ Հիմա խնդրեմ առաջին հարցը։ Դոկտոր Սուարես, դուք ինչպես եք կարողանում առաքինի ծառայող լինել։ Լավ առաքինի ծառայող լինելու համար պետք է անել այն, ինչ Աստված է ուզում, եւ չանել այն, ինչ Աստված չի ուզում, բայց միևնույն է, դեռ շատ բաներ են մնում, որ չեք կարող իմանալ մինչեւ այն օրը, երբ կատարելության կհասնեք։ Աստվածաշունչն ասում է, որ մեր նպատակը պետք է դա լինի, բայց դա շատ դժվար է եւ երկար ճանապարհ է։ Դոկտոր Սուարես, Պողոսն ուներ մարմնի խայթոց եւ Աստված նրան չէր բժշկում։ Հնարավոր է, որ մեկը հռչակի իր կյանքում բժշկություն, բայց չբժշկվի։ Տեսեք քույրս, հիմա մի փոքր բացատրեմ։ Շատերը կարծում են, որ այդ խայթոցը հիվանդությունն էր։ Որոշներն անգամ ասում են, որ Պողոսի հիվանդությունն իր աչքերի հետ էր կապված, բայց նա երբեք նման բան չի ասել։ Պարզապես նա ասել է. «Եթե հնարավոր լիներ, ձեր աչքերն էլ կհանեիք եւ ինձ կտայիք»։ Բայց Պողոս ասում է, որ դա մարմնի խայթոց էր։ Շատերը սրան ուշադրություն չեն դարձնում եւ շարունակում են վիճել իրենց կարծիքի շուրջ։ Նա 5 անգամ նշում է, որ տարբեր վայրերում ծեծի է ենթարկվել շատ մարդկանց կողմից, բայց երբեք չի ասել, որ հիվանդություն է ունեցել։ Բայց մարդիկ ասում են այն, ինչ նա չի ասել, եւ չեն ասում այն, ինչ նա ասել է։ Մարմնի խայթոցը նրան տրվել է, որպեսզի շատ հայտնություններ ունենալով նա չհպարտանար եւ չկորցներ իր բոլոր օրհնությունները։ Նրա համար լավ կլիներ, որ միշտ մնար Աստծո ոտքերի մոտ։ Դրա համար նրա մոտ ուղարկեց սատանայի հրեշտակ, նրան հարվածելու, այլ ոչ թե հիվանդացնելու համար։ Հիմա բացենք մեր սրտերը։ Դոկտոր Սուարես, ես հավատում եմ, որ Տերը կարող է ազատագրել, եւ ես աղոթում եմ, որ ընտանիքիս անդամների միտքն էլ բացվի։ Աղջիկս մասնագիտության մեջ առաջ չի գնում։ Կարծում եմ, որ նա հիասթափվել է։ Գիտեմ, որ Աստված գործում է միայն մտքով արթուն եւ համառ մարդկանց հետ։ Այդ իսկ պատճառով խոսք եմ խնդրում նրա համար։ Տեսեք քույրս, երբեմն մեր զավակները չեն ձգտում փնտրել Աստծուն կամ կյանքում պատահում են բաներ, որոնք հուսահատեցնում են նրանց։ Գուցեև ինչ-որ մեղք։ Մի անգամ մի կին պնդում էր, որ ես գնամ իրենց տուն աղոթելու։
Ես շտապում էի, քանի որ մի քանի գործ ունեի դեռ անելու, բայց նա այնքան պնդեց, որ գնացի։ Երբ նրան հարցրի իր ամուսնու մասին, նա ասաց. ամուսինս շատ բարեհամբույր է, բայց երբ հանդիպեցի նրան, նա ասաց, որ չի ուզում ոչ մի հավատացյալ մարդ մտնի իր տուն։ Շատ դժվար կլինի նման ընտանիքի բարգավաճումը։ Կինը պետք է շատ աղոթեր իր ամուսնու համար։ Ես մինչև օրս հիշում եմ այդ դեպքը, բայց Աստված օրհնելու է մարդկանց Հիսուսի անունով։ Եկեք ոտքի կանգնենք։ Տերը հիմա բժշկելու է։ Ես կաղոթեմ ձեզ համար։ Հովիվ Հայմեն նույնպես հիմա կմիանա ինձ եւ Տերը կսկսի գործել այստեղ։ Հայր, մենք այս օրհնյալ պահին կանչում ենք քո անունը։ Մենք հավատում ենք, որ այսօր այստեղ քո զորությունն ենք տեսնելու, որ մեծ հրաշքներ է անելու։ Ես միանում եմ այն մարդկանց աղոթքին, ովքեր հիմա հավատով ուզում են օրհնվել։ Տեր, քո անունով մենք հիմա վռնդելու ենք չարի ազդեցությունը այս վայրից։ Այս մարդիկ օրհնված են գնալու տուն, քանի որ քեզ համար անհնարին բան չկա եւ քեզ հավատացողի համար նույնպես անհնարին բան չկա, քանի որ Հիսուսն ասաց, որ եթե հավատանք, Աստծո փառքը կտեսնենք։ Միացեք իմ եւ Հովիվ Հայմեի աղոթքին։ Հայր, ես հիմա օգտագործում եմ ինձ տրված իշխանությունը դևերի, հիվանդությունների եւ բոլոր տեսակի տկարությունների վրա, որպես Տիրոջ ավետարանի ծառա, ես դադարեցնում եմ սատանայի գործը այս մարդկանց կյանքերում։ Ես հրամայում եմ քեզ, հեռացիր Հիսուսի անունով։ Տերը այստեղ ուզում է գործել, բացեք ձեր սիրտը նրա առաջ։ Տերը հիմա գործելու է բոլորի կյանքում, լինի ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ։ Տերը կարող է, եւ նա կանի իր փառավոր գործը, քանի որ նրա որդի Հիսուս Քրիստոսի անունով ենք մենք հիմա կանգնած չարի ամեն զորությունների դեմ։ Չար, մենք կապում ենք քո գործը։ Դու այլևս չես հաջողելու այս մարդկանց կյանքում։ Դու այլևս իշխանություն եւ զորություն չունես գործելու։ Հիսուսի անունով բարեկամներ, շարունակեք աղոթել իմ ու Հովիվ Հայմեի հետ, հավատով աղոթեք։ Հիսուսի անունով դուրս արի այստեղից, Հիսուսի անունով ամեն չարիք, Հիսուսի անունով դուրս արի։ Մենք հավատում ենք մեր Տիրոջ թափված արյանը, հավատում ենք Սուրբ Հոգու զորությանը Հիսուս Քրիստոսի անունով, հոր կողման է, Հայր Հիսուսի անունով ենք խնդրում այս ամենը, Հիսուսի անունով դուրս արի չար, հիվանդություն, դժվարություններ, Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր, խնդրում ենք քեզ, ողորմյա, յուրաքանչյուրին, որ այստեղ ներկա է, յուրաքանչյուրին, որ քեզ է դիմում հիմա։ Հայր, ես հիմա օգտագործում եմ ինձ տրված իշխանությունը դևերի, հիվանդությունների եւ բոլոր տեսակ տկարությունների վրա, որպես Տիրոջ ավետարանի ծառա, ես դադարեցնում եմ սատանայի գործը այս մարդկանց կյանքերում։ Ես հրամայում եմ քեզ, հեռացիր Հիսուսի անունով։ Տերը այստեղ ուզում է գործել։ Բացեք ձեր սիրտը նրա առաջ։ Տերը հիմա գործելու է բոլորի կյանքում, լինի ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ։ Տերը կարող է եւ նա կանի իր փառավոր գործը, քանի որ նրա որդի Հիսուս Քրիստոսի անունով ենք մենք հիմա կանգնած չարի ամեն զորությունների դեմ։ Չար, մենք կապում ենք քո գործը, դու այլևս չես հաջողելու այս մարդկանց կյանքում, դու այլևս իշխանություն ու զորություն չունես գործելու Հիսուսի անունով։ Բարեկամներ, շարունակեք աղոթել, բարձրացրեք ձեր ձայնը իշխանությամբ, հռչակեք ու ասեք չար, հրամայում ենք քեզ, դուրս արի հենց հիմա։ Դու այլևս չես կարող մնալ, քանի որ Հիսուսի անվան մեջ զորություն կա, զորություն քաղցկեղի դեմ, լինի դա տղամարդու շագանակագեղձում, թե կնոջ արգանդում, ձվանաններում, արգանդափողերում, որտեղ էլ որ լինի այդ քաղցկեղը, այդ չարորակ գոյացությունը, առաջնայինը կամ մետաստազ, դուրս եկեք, չարորակ գոյացություններ, հեռացեք Հիսուսի անունով։ Մենք հանդիմանում ենք եւ ասում չարին, որտեղ էլ որ լինի, տեսողության համակարգում, որպես կատարակտ, գլաուկոմա, ես ասում եմ կուրությանը դուրս արի Հիսուսի անունով։ Եթե մեկն այստեղ չի կարողանում բարձրացնել ձեռքը, չի քայլում, ճիշտ կամ դժվարությամբ է քայլում, ես չարին ասում եմ դուրս արի հենց հիմա։ Հիսուսի անունով խոսում եմ հոգեբանական չարիքի, հուզական չարիքի, դեպրեսիա կոչվող չարիքի, խուճապային համախտանիշի, երկբևեռ խանգարման տագնապի, հոգու անհանգստության հետ։ Հեռացեք, անհետացեք Հիսուսի անունով։